ինչու գործ այս ընթացքով չի գնում, ինչու այսպես Տիկին Մանուկյան, դուք պետք է մի վարքյան դա դատախազի տարեկան զեկույցի ընթացքում բարբերաբար ասել եմ եւ իմ ասածը ըստ էության, եթե նկատել եք, նաեւ ունեցել է հետեւանք։ Մի մոռացեք, որ վերաբացվեց Արծրուն Մարգարյանի սպանության գործը, Խորխորնու սպանության գործը, դրանք նախկինում փորձ էր արվում ոչ միայն համապատասխան մարմինների կողմից անտեսեն դրանց բացահայտումը, որտեղ այնտեղ շագրգիռ մարդիկ կային, որոնց ձեռք չէր տալի այդ բացահայտումները եւ նրանք նաեւ գլխավոր դատախազության աջակցությամբ ժամանակ աղվան գառնիկի թեթև ձեռքով այդ գործերը փորձ էին անում, կարային լրիվ այլ մարդկանց վրա կամ այլ ուղղություն տային դրանց։ Բնականաբար նաեւ հոկտեմբերի 27-ից գտնում եմ, որ ունի հնարավորություն բացահայտման լիարժեք եւ այդ հնարավորությունը մենք պետքա իրացնենք, որտեղ վկաներ կան, որոնց վկայությունները շատ կօգնեն այդ բացահայտմանը։ Օրինակ, Ալիկ Հարություն, Ալեքսանդր Անուշյան, ճիշտ եմ ասում, 7 տարի դա այդ առումով, բացահայտման առումով, երբ որ թան հետքով չես կարողանում գնաս, որտեղ նախկինում այդ հետքերը փորձել են շեղեն։ Նույն հոկտեմբերի 27-ի գործով, ուր է Ուզունյանը, դատաքննությամբ չկա Ուզունյանը, Ուզունյանը չկա, ազգային անվտանգության ծառայության, ով էր ղեկավարը։ Դրանք հարցեր են, որ նախաքննական մարմինը դեռ ունի հնարավորություն, որպեսզի 2000 թվականից հետո եղավ։ Ուզում ասեմ առանց քաղաքական աջակցության, քաղաքական իշխանության աջակցության նման գործերը հնարավոր չի այսպես շարժել իրենց ուզած կեղծ ուղղություններով։ Այդ առումով ես կարծում եմ, որ նաև իմ հանրային ելույթներում ես հաջողել եմ համապատասխան մարմիններին անընդհատ հիշեցնեմ, որ այդ գործերի չբացահայտումը դա բերում է անվստահության նույն մեր համապատասխան մարմինների նկատմամբ, իսկ անվստահությունը ամենամեծ վնասն է, որ կարող հասցնի մեր երկրի անվտանգությանը։